Սա սոս ազդանշան է, տիկնակ եւ պարոնայք, առայն, որ մեր հավաքական ընկալումը կարծես չի էլ ֆիքսում ամենօրյա նահանջ է, ու լրջորեն չի էլ կենտրոնանում, թե ինչ մահացու վտանգ են կախում մեր զարգացման ճանապարհին։ Սոս։ Մենք չտեսնելու ենք տալիս բոլոր միջազգային ժողովրդարական ռեյտինգներում մեր հետընթացը։ Սոս։ Մեր երկրի քաղաքական լիդերները այլևս շատ զուսպ են ժողովրդավարություն բառն անգամ օգտագործում։ Սոս։ Քաղաքական տղայությունը նորից տիրապետող է դառնում։ Սոս։ Մենք մոռացել ենք, թե մեր ինչին է պետք ժողովրդավարությունը, մենք մոռացել ենք, թե ինչ վտանգ ենք հասունացնում անգամ ազգային անվտանգության հարթությունում։ Ես շատ լավ հասկանում եմ, որ այսօրվա իրողությունները, հացի ու ապրելու այսօրվա խնդիրները բավականին լավ թմրացուցիչ են այս հարցում։ Ես հասկանում եմ, որ մեզ հասնող ռուսական քաղաքական ուղերձներում այս բառը տեղ չունի պարզապես։ Իսկ ԱՄՆ նախագահան իր ինագորացիոն ելույթում ուղղակի ոչ մի անգամ կարող է չի հիշատակել այն։ Նրանք կարող են, մենք ոչ։ Միթե դժվար է սա պատկերացնել։ Նրանք իրավունք ունեն, մեզ չի ներվի։ Հասարակության բոլոր շերտերը պարտավոր չեն քաջատեղյակ լինել մեր կյանք առաջ տանող հիմնարար, բայց անտեսանելի արժեքային շերտերից։ Էլիտան պարտավոր է։ Սիրելի քաղաքական գործիչներ, իմ այս հայտարարությունը մի բանի մասին է միայն։ Ժողովրդավարությունը սոսկ հավատամբ ու արժեհամակարգ չէ մեզ համար։ Ժողովրդավարությունը նաև անվտանգության կարևոր բաղադրիչն է Հայաստանի համար։ Տարբեր հոսանքների ազդեցության տակ սա մոռանալը նշանակում է վտանգել մեր ու մեր երեխաների ապագան։ Սա հորդոր չէ։ Սա հիշելը իմ խնդրանքն է բոլորին։ Շնորհակալություն։